մոռանանք մեր ակունքները, մենք ծնվել ենք մեր ակունքներից, պարտավոր ենք հիշել և այն փոխանցել մեր սերունդներին։ Ինչպես նշեցի, այսօր համաշխարհային մայրենի օրն է, ամբողջ աշխարհն է նշում այդ տոնը։ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն համարվում է հայոց լեզուն։ Ով իր լեզուն չսիրի, թշնամին է բոլոր ազգերի։ Ես կցանկանայի կարդալ մի քանի ասուտ լեզվի մասին, մեր մեծերի գրածներից, որպեսզի ավելի լավ կարևորվի մայրենի դերը դպրոցում։ Լավ է ոտքից կաղել, քան լեզվից։ Հայի համար հայոց լեզուն այն է, ինչ որ մարտի գնացողի զինվորի զենքը։ Լեզուն միակ կրող զենքն է, որ մշտական գործածությունից ավելի է սրվում։ Լեզուն քաղաք է, որի շինարարության համար երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդ բերել է իր քարը։ Մայրենի լեզուն ամենաազնիվ զենքն է։ Մայրենի լեզվի ակունքը սկիզբ է առնում այ բեն գին դայից։ Ուրեմն հիշենք այն մեծ գիտնական և ուսուցիչ մարդուն, որը արարեց սիրը, որ հայը հավերժ ապրի։ Բեսանից 1600 տարի առաջ Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատը ցնծության մեջ էր։ Մայիսյան այդ առավոտ հայերը նշում էին իրենց գրերի գյուտի մեծ տոնը։ Մեծրոն Մաշտոցը իր ուսումնական տարիներին որոշեց հայերեն տառեր հնարել։ Նա շատ տեղեր սովորեց և վերջապես վերադառնում էր հաղթանակով։ Նա Եդեսիա քաղաքից բերում էր իր հնարած հայերեն տառերը։ Մեծրոն Մաշտոցը հայերեն տառեր հնարելուց հետո սկսեց աշակերտներ հավաքել և սովորեցնել իր գրած տառերը։ Շուտով հայերեն տառերով գրված մի էջ հրապարակվեց։ Բոլորը շատ ուրախ էին։ Մեծրոն Մաշտոցը այդ օրվա ուրախության պատճառով չքնեց։ Լուսաբացին նրա կացանի դուռը բացվեց և քարի աստիճանների վրա երևաց նրա աշակերտներից մեկը՝ Կորյունը։ Մեծրոն Մաշտոցը հարցրեց. «Ինչ է պատահել, որդիս, ինչ կա այս վաղ ժամին»։ Կորյունը պատասխանելու փոխարեն ձգի իջավ սառը քարերին և համբուրեց Մեծրոն Մաշտոցի շորի քղանցքը։ Եվ պատասխանեց. «Քո գործը անմահ է, հայ ժողովուրդը այն մեծ սիրով է հիշում»։ Մեծրոն Մաշտոցի աշակերտներից էին Կորյունը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Վարդան Մամիկոնյանը և շատ ու շատ այլ անվանի մարդիկ։ Նա մահացավ 80 տարեկան հասակում, նրա մարմինը ամփոփեցին Օշական գյուղում, և նրա անունը կրող մի եկեղեցի կառուցեցին, հիմա նա կանգուն է։ Մեծրոն Մաշտոցը միշտ էլ կմնա մեր սրտերում։ Երևանում կանգնած է մի շենք, որը կոչվում է Մատենադարան։ Այդտեղ պահում է շատ գեղեցիկ հին ձեռագրի գրքեր։ Մեր հայոց լեզուն չքնաղ է, զորեղ, սնունդով լեցուն, անարատ ինչպես զուլալ արվի ջուր, սնունդ պարգևող, ինչպես արեգակ։ Մաշտոցից առաջ բյուր հազարամյակներ լեռների վրա դաջված տարերը պահպանում են միշտ հինավուրց լեզուն, մեր հայոց ցեղը, բայց ափսոս, որ շատերս գիտենք Մաշտոցից հետո միայն գիր ունենք։ Շատ զորեղ է մեր հինավուրց լեզուն, գեղամա լեռներ, ուխտասար զորեղ, մինչև օրս են լեռները կանգուն, պահպանում են մեր անարատ լեզուն, գիրը մեր նախնյաց փոխանցել են մեզ յուրավոր տարիներ անցած։ Գիր չէ դա միայն, զորեղ պատմություն, հրեզորություն իր մեջը կրող աստվածների հետ կապը հաստատող։ Ամբողջ աշխարհում ուր էլ որ գնաս, որտեղ էլ ման գաս, նորից կտեսնես քո հայոց գիրը, հայի մշակույթ, լեզուն ամենուր։ Մեր մանուկներին և նոր սերնդի ամեն մի ծնող թող սովորեցնի մեր հայոց լեզուն, գիրը մայրենի։ Օտար արմայի անապատում է, թող հայը երբեք չմոռանա իր հայոց լեզուն։ Հերիք է թողնենք մեր բալիկներին, հայու բայ ասենք, մեր հայոց լեզուն, մեր հայոց օջախը անարատ պահենք, մեր հայոց օջախը լույսով լցնենք, ոչ թե անպիտան աղբով պղտորենք։ Հայը իր լեզուն միշտ պիտի պահի, միշտ զորացնի, քանզի մեր լեզուն մեր պահապանն է, պատնեշը լուսեր, վիշապից փրկող։
Վիշապը միշտ էլ փորձել է շեղել, փորձել է ավերել մեր հայ սերնդին, բայց բնավ երբեք չի կարողացել հաղթել հայության։ Հայոց զավակներ, պահպանենք հուրը, պահպանենք լեզուն, պահպանենք զորեղ հայոց պատմություն։